Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, ապրիլի 2։ Նա պիտի իր սերունդը տեսնի և իր օրերը երկարացնի, և Տիրոջ հաճությունը պիտի հաջողվի նրա ձեռքով։ Եսայի 53-րդ գլուխ 10-րդ խոսք։ Աղոթեք այս խոստման շուտափույթ կատարման համար, դուք բոլորդ, որ սիրում եք Տիրոջը։ Հեշտ է աղոթել, երբ մեր ցանկությունները համընկնում են Աստծո խոստումների հետ։ Ինչպես կարող է խոստացողը հրաժարվել իր խոսքը պահելուց։ Անփոփոխ ճշմարտությունը չի կարող իրեն նսեմացնել ստով և հավիտենական հավատարմությունը չի կարող իրեն արատավորել անփութությամբ։ Աստված պետք է օրհնի իր որդուն, քանի որ իր ուխտով պարտավորվել է անել դա։ Այն, ինչ Հոգին մղում է մեզ խնդրել Հիսուսի համար, նույնն է, ինչ Աստված վճռել է տալ նրան։ Երբ էլ որ դուք աղոթում եք Քրիստոսի թագավորության համար, թող ձեր աչքերը տեսնեն այն երանելի օրվա լուսաբացը, երբ խաչյալը կընդունի փառքի պսակը, ճիշտ այնտեղ, որտեղ մարդիկ մերժեցին իրեն։ Սրտապնդվեք, դուք, որ աղոթքով աշխատում և տքնում եք Քրիստոսի համար, սակայն աննշան հաջողություն ունեք։ Միշտ այդպես չի լինելու, ձեզ համար լավագույն ժամանակներ են գալու։ Ձեր աչքերը ի վիճակի չեն տեսնելու երանելի ապագան, այնպես որ վերցրեք հավատքի հեռադիտակը, սրբեք ձեր կասկածների գոլորշու փառը դրա ապակիներից և նայեք ու տեսեք գալիք փառքը։ Սիրելի բարեկամ, թույլ տուր հարցնել, արդյոք սա քո մշտական աղոթքն է։ Հիշիր, որ միևնույն Քրիստոսը, որ սովորեցնում է մեզ ասել «Մեր ամեն օրվա հացը տուր մեզ այսօր», առաջին հերթին այս աղաչանքն է տվել մեզ. «Սուրբ թող լինի քո անունը, գա քո արքայությունը, լինի քո կամքը, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա»։ Թող չլինի այնպես, որ քո բոլոր աղոթքները կապված լինեն քո սեփական մեղքերի, սեփական կարիքների, սեփական անկատարության և սեփական փորձությունների հետ։ Թող դրանք վեր բարձրանան աստղային սանդուղքով և հասնեն անձամբ Քրիստոսին, այդժամ մոտենալով արյունով ցողված քավության տապանակին, այս աղոթքն արա. «Տեր, տարածիր քո սիրելի որդու արքայությունը»։ Ջերմերանդորեն արված այս աղոթքը թևեր կտա քո անձնվեր հոգուն։ Հիշիր, որ դու կարող ես քո աղոթքի անկեղծությունն ապացուցել, ջանալով նպաստել Տիրոջ փառքին։